Ծրագիրը հովանավորում է սիրելի հայրենակիցներ, մեր շատ սիրելի հայրենակից ազգային բարերար Գագիկ Թամրազյանը, եթե դուք դեռևս ուզում եք հասցնել ձեր նվերները ուղարկել ձեր հայրենակիցներին, մեր բարեկամներին Հայաստանում, ապա պետք է դա անեք մինչև դեկտեմբերի 19-ը, մինչև ժամը 1-ը։ Մինչ այդ, եթե դուք տարաք ձեր նվերը, այն անպայման մինչև նոր տարի կհասնի ձեր հարազատներին հետևյալ հաստատություններից՝ Երևան, Unity, Yugo եւ Orange։ Այս հաստատությունները եթե տանեք, կհասցնեք մինչև դեկտեմբերի 19-ը ուղարկել ձեր հայրենակիցներին ձեր նվերները։ Ուղարկեք, որպեսզի ուրախություն պարգևեք ձեր հարազատներին։ Ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր շատ հետաքրքիր մի թեմայի շուրջ պետք է զրուցենք։ Ես չգիտեմ մեր հասարակության կամ մեր համայնքի մեջ բնակվող հայերից քանի տոկոսն է լավագույնս տեղյակ Հայաստանում արդեն երկար տարիներ գոյություն ունեցող հայ-ամերիկյան համալսարանի, նրա պատմության, մասնագիտական նեղ շրջանակների եւ անցած ճանապարհի մասին կարծում եմ շատ քչերս, որովհետեւ ես էլ մեկն էի նրանցից, ով հանդիպելով, տեղեկանալով նման թեմայի շուրջ զրույցի հնարավորություններին, շատ հարցերում զարմացած մնացի, շատ հետաքրքիր ճակատագիր է ունեցել այս համալսարանը, որն այսօր դասվում է, չգիտեմ, աշխարհի հետաքրքիր իրեն կայացած, այսպես ներկայացվող համալսարաններից մեկը կամ նրանց շարքերում է, եւ դա մեծ պատիվ է մեր երկրի համար, գիտական շրջանակների համար եւ բոլոր նրանց համար, ովքեր շրջանավարտներ են եղել եւ դեռ կշարունակեն սովորել ու կդառնան լավագույն մասնագետներ այս շրջանակներում։ Այսօր պետք է բոլորիս անունից ես ողջունեմ հայ-ամերիկյան համալսարանի համահիմնադիրներից մեկին, նախկին նախագահներից մեկին համալսարանի, Բերքլի համալսարանի պրոֆեսոր, մասնագիտությամբ սեյսմիկ գիտության մասնագետ, ավելի մանրամասն ծրագրի ընթացքում կներկայացնենք նրա մանրամասները նրա մասնագիտության Արմեն Տեր-Գյուղեղյանի հետ։ Պարոն Գյուղեղյանին ուզում եմ Տեր-Գյուղեղյանին պիտի ողջունեմ այսօր բարևի հեռուստադիտողների անունից եւ Քայլ Խանդիկյանն է այս երեկո նաեւ բարևի հյուրերից մեկը, որ նույն համալսարանի շրջանավարտների հետ կապի տնօրենն է, էլի շատ հետաքրքիր նեղ մասնագիտական, այսպես պաշտոն է, ով էլ շատ հետաքրքիր մեծ տեղեկություններ կարող է տալ այսօր համալսարանի կյանքի, գործունեության եւ ապագա հնարավորությունների մասին։ Ողջույն, մի քիչ երկար նախաբան եղավ, բայց եւ այնպես հուսով եմ ձեզ ճիշտ ներկայացրի։ Ես պիտի խնդրեմ պատմական մի փոքր ակնարկ մեզ ներկայացնեք, պարոն Տեր-Գյուղեղյան, որտեղ դուք հենց այն անձնավորություններից մեկն եք, չգիտեմ, այդ մեծ երազողներից կամ այն ժամանակ երևի մտածում էին այն խենթերից մեկը, որ նման բան է ձեռնարկել, արդյոք դա հնարավոր էր։ Եթե ետ գնանք ու պատկերացնենք այդ տարիները, պիտի մտածենք հնարավոր չէր, բայց դա եղել է, կայացել է եւ մինչ օրս գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում։ Խնդրեմ, համեցեք։ Այո, շատ ճիշտ եք եւ գիտեք, այս ամիս շատ կարեւոր ամիս է։ Մեկ շաբաթ առաջ մենք հիշեցինք Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարեդարձը։ Ուրեմն համալսարանի գաղափարը կապված է երկրաշարժի։ Երկրաշարժից հետո ամերիկյան գիտությունների ակադեմիայի կողմից կազմակերպվեց 22 հոգի հոգումի հանձնախումբ։ Գիտեք, Գորբաչևը երկրաշարժի ժամանակ Վաշինգտոն էր եւ ինքը թույլատվեց, որ այդպես մի այց լինի։ Այդ խումբը ուրեմն երկրաշարժից 10-12 օր հետո հասանք Երևան, հետո երկրաշարժի մասը եւ այդ խումբի 22-ից 2-ը հայ էին, մեկը ես, մեկն էլ դոկտոր Միհրան Աղբաբյանը, հանգուցյալ Միհրան Աղբաբյանը, որը ինքը այդ ժամանակ US University of Southern California-ի ուրեմն դեպարտամենտի ճարտարագիտական, շինարարական ճարտարագիտական դեպարտամենտի ուրեմն ինքը ղեկավարն էր։ Ուրեմն երկուսս հայ էինք եւ այդ ինչ մենք տեսանք այնտեղ ահռելի ցավալի վիճակ, բայց անդրադարձանք, որ մասնակիտորեն շատ Հայաստանը հետ էր սեյսմական շինարարության անպատրաստ, շատ անպատրաստ, շենքերը շատ վատ նախագծված էին, շենքերը շատ վատ կառուցված էին, շատ սխալներով։ Գոտին էլ խիստ սեյսմիկ,
չէ, շատ քան ավելի Եվ Հայաստանը սեյսմիկ այո։ Ուրեմն մենք այդ ժամանակ քիչ խոսեցինք թե կարելի է ուսանողներ տանել Ամերիկա մասնակցեցնել եւ վերադարձնել, բայց հետո մի ուրիշ հանդիպման ընթացքում 2 ամիս հետո փետրվար 1989-ին մի հանդիպման ընթացքին Յուրիս Սարգսյանը, որը պոլիտեխնիկի ռեկտորն էր այդ ժամանակ, նա ասաց, որ ամերիկյան համալսարանի սիստեմը բերել Հայաստան լավ կլինի։ Սա ուրեմն ինձ շատ հետաքրքիր թվաց, քանի որ մենք մտածում էինք Հայաստանից ուսանողներ տանել ամերիկյան կրթություն ստանան, բայց այս գաղափարն էր, որ ամերիկյան կրթությունը բերենք Հայաստան, այո։ Ուրեմն այդտեղից ցակեց գաղափարը, մի առաջարկ գրեցի Միրանա Աղբաբյանի հետ միասին եւ շատ կազմակերպությունների ուղարկեցինք եւ չեմ կարող բարձա երկար բացատրել գրքիս մեջ մանրամասները խոսենք այդ մասին, այո։ Ուրեմն Լուիզ Մանուկյան Սիմոնը ընտարաճեց սա, ինքը հայ բարեգործական միության նախագահն էր կամ փոխնախագահն էր ժամանակ եւ ինքը ասավ, որ իրենք դրամը գատուցեն։ Ուրեմն գիտեք գաղափարներ ինչպես անգլերենով ասում են շատ արժան են գաղափարները միջև այն ժամանակ որ դրամա լինում ուրեմն գաղափարը կար դրամա կար եւ այդպես ընթաց կրավ եւ ուրեմն այս քիրքը որ ես գրել եմ ուրեմն անգլերենով է From Earthquake Tragedy to Beacon of Light The Story of the American University of Armenia բացատրում է թե ինչպես երկրաշարժից այդ գաղափարը առաջ եկավ եւ ինչպես հաջողեցինք համալսարանը հետո Ստեփան Կարամարդյանը մեզ միացավ ուրեմն մեր 4 իմ հաշվով իմ կարծիքով 4 հիմնադիրներն են Ստեփան Կարամարդյանը, Միրանա Աղբաբյանը, Լուիս Սիմոնը եւ ես այո կարող եմ ավելի մանրամասը հետո բացատրել, բայց ինչու գիրքը գրեցի, քանի որ Ստեփան Կարամարդյանը 1994-ին բավական շուտ մահացավ, իսկ 2019-ի փետրվարին Միրանա Աղբաբյանը մահացավ, մեկ շաբաթ հետո Լուիզ Մանուկյանը բոլոր երեքը չկան։ Հետո ես անդրադարձա, որ միակն եմ եւ պետք է պատմությունը գրեմ։ Այո։ Ուրեմն 2 տարի աշխատեցի եւ բարեբախտաբար պահել էի բոլոր գրված թուղթերը, բաները, մանրամասները, նամակներ, դարձել են պատճառ այս ինչ գաղափարի, ժողովների, այո, մինից ամեն տեսակ ռիպորտներ կային, ժողովների ցուցակ, ամեն բան, որ պահել էի, ուրեմն դրանք օգտվեցի, նաև համալսարանում արխիվներ ունեինք, նրանք էլ օգտվեցի, ուրեմն մանրամաս բացատրությունը կա, որ գաղափարն ինչպես առաջ եկավ եւ ինչպես համալսարանը հիմնվեց, ինչ դժվարություններ կային, ահռելի դժվար տարիներ էին։ Ինչպես որորը հիմնվեց, խնդրում դա էլ ասեք։ Ուրեմն բացումը եղավ։ Այո։ Կարևոր է սա հիշենք, համալսարանի բացումը եղավ սեպտեմբեր 21 1991 խորհրդանշական նույն օրը որ Հայաստանում անկախություն հռչակվեց այո ուրեմն Հայաստանի ամերիկյան համալսարանը նույն տարիք ունի ինչ անկախ Հայաստանի անկախ հանրապետություն հրաշալի այն ժամանակ որտեղ տեղակայվեց շենքը ուրեմն շենքի մասին հետաքրքիր է Լուիզ Սիմոնը Հայաստան գնաց, որ շենքը գտնի։ Շատ շենքեր իրեն ցույց են տվել, լավ չի կարելի, լավ չի։ Մինչև մեկ օր Բաբկեն Արաքսյանը, որ ինքը վարչապետ էր կարծեմ։ չէ, բան էր, վարչապետը չէր, բայց
կարծում եմ խորհրդարանի ղեկավարն էր։ Այո։ Ուրեմն իր գրեսենյակում էր Լուիզը պատմություն այստեղ կա Լուիզը իրեն ասում է չենքեր որ ցույց եք տվել կարելի չի լավ չի հետո պապկեն ասում է եկ պատուհանը բացում է գերես այդ Բաղրամյանի վրայի որ հիմա նախագահական շենքն է Այո տեղի ցույց է տալիս Բաղրամյանի վրա որ կոմունիստների ռոպագանդայի վարչությունն է երևի չէ համակումարների շենքն էր Պալատը այո ճիշտ է այո Բաղրամյանի ցույց է տալիս ասում է այդ ինչպես եւ եղավ ուրեմն պետք է ասեմ այդ ժամանակ Հայաստանում լավագույն շենքն էր եւ Հայաստանի կառավարությունը իրենց լավագույն շենքը նվիրեցին տվան մեզ 100 տարով այո որպեսզի համալսարանը այդտեղ սկսվի իհարկե հետո մենք մի մեծ ակադեմիկ շենք շինեցինք Փարամազ Ավետիսյան շենքը որը Էդվարդ Ավետիսյանի եւ Փամելա Ավետիսյանի նվիրատվությամբ եղավ որ մոտ 10000 քառակուսի մետր շենքը եւ մեր ակադեմիկ դասարանները, գրասենյակները բոլորն այդտեղ են եւ նպատակ ունենք նաեւ կառուցել նոր շենքեր արդեն գիտեն ունենք դեռ նպատակներ կան գեղեցիկ շատ ուրախ ենք լավ մեկ հարցով ընդմիջենք ձեզ պարոն Տեր-Գյուրգյան եւ խնդրենք մեր Քայլ Խանդիկյանին պատմել մի փոքր համասարանի պատմությունը շրջանավարտների այսպես առումով ինչ մասնագետներ մենք այնտեղ ունենք շրջանավարտների ինչ քանակ գոյություն ունի ինչ թիվ ինչ է կատարվել այսքան տարիների ընթացքում ինչ կարող եք մեզ ասել Շնորհակալ եմ շատ Նունե հարցի համար ու այս հնարավորության համար մինչև այսօր համալսարանը ունի 7706 շրջանավարտ աշխարհի 4 կողմը ու գրեթե բոլոր մասնագիտություններով իրենք զբաղվում են մեր շրջանավարտները եւ Հայաստանում եւ արտասահմանում իհարկե բայց մեր շրջանավարտների մեծամասնությունը մոտ 76%-ը 5600 շրջանավարտ Հայաստանում են ապրում ու աշխատում մինչև այսօր, որի համար մենք միայն ուրախ ենք, որովհետև ինչպես պարոն Տեր-Գյուրգյանը քիչ առաջ ներկայացրեց, համալսարանը հիմնվեց աղետից անմիջապես հետո հենց Հայաստանի համար, որպեսզի երկիրը զարգանա ու որպեսզի մենք ունենանք ու տեսնենք այն Հայաստանը, որը մենք բոլորս ցանկանում ենք։ Այո։ Իսկ կա ինչ-որ տենդենց դրսից շրջանավարտներ ունենալու, կան ուսանողներ, որոնք գալիս են այլ երկրներից, ավարտում եւ հետ վերադառնում, կամ եւ նաեւ մեկ ուրիշ հարց Հայաստանում սովորող մեր ուսանողները, շրջանավարտները մնում են երկրում, թե շատերը դուրս են գալիս այնտեղից։ Ինչ է կատարվել։ Ինչպես ասեցի, շատերը մեծամասնությունը Հայաստանում մնում են ու աշխատում են ու զարգացնում են երկիրը իրենց տարբեր նեղ ոլորտներում։ Եվ դրսից էլ գալիս սովորում են։ Դրսից էլ են գալիս ու սովորում արտասահմանից։ Պատահում է մնում են։ Այո, լինում է, այո։ Մոտ 10% ուսանողների 10%-ը Հայաստանցի հպատակություն չունեն, այո։ Ու հիմնականում որտեղից են գալիս, ըստ մեր տվյալներին Ռուսաստանից են գալիս, Սիրիայից են գալիս ու Ամերիկայի Միացյալ Նահանգներից են գալիս այդ 10%-ը։ Իսկ լեզվի խնդիրը ինչպես է հաղթահարվում։ Բոլոր դասերը համալսարանում անգլերեն լեզվով են ու բոլոր նրանք ովքեր դիմում են, որպեսզի ուսանեն պետք է իմանան լեզուն, այո, պարտադիր է, պայմանն է ու բոլորը հանձնում են իրենց։ Իսկ տարիքային ինչ-որ սահմանափակում կա։ Մեկը 40 տարեկանում կարող է գալ դառնալ ուսանող։ Մեկը կարող է մասնագիտություն ունենալ եւ այնտեղ վերա մասնագիտանալ։ Այդպես հնարավոր է, պարոն Տեր-Գյուրգյան, գալիս են եւ այո։ Այո, քանի որ ունենք graduate masters-ի ծրագիրներ ունենք, ուրեմն նրանք որ արդեն ունեն bachelors մասնագիտական կարող են ընտրել masters-ի եւ ավելի մասնագիտանան, ավելի նեղ մասնագիտան։ Իսկ չափանիշների մասին եթե խոսենք, ենթադրենք մեկը ճարտարապետ է կամ չգիտեմ ինչ մասնագիտություն որևէ ընտրել է կամ ինժեներ եւ այլն, գալիս է սովորելու Հայաստանի հայ-ամերիկյան համալսարանում։ Գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Հիմա կարող է մեկը դիտել եւ որոշել գալու այնտեղ սովորելու մասին։ Այս հայը, որը գալիս է այնտեղ սովորելու, վերադարձին ինչպիսի
դիպլոմի կարգավիճակ կունենա, այդ վկայականը որքանով է ընդունելի այլ երկրների համար։ Թույք ես մի շատ կարևոր բան։ Խնդրեմ համեցեք։ Ուրեմն Հայաստանի ամերիկյան համալսարանը ունի հավատարմագրություն, Այո։ accreditation, Western Association of Schools and Colleges, WASC, որը նույն հիմնարկն է, որ հավատարմագրություն է տալիս UCLA-ին, Stanford, Berkeley, բոլոր Կալիֆոռնիայի համալսարաններ եւ դպրոցները WASC-ի միջոցով են accredit լինում։ Ուրեմն մենք ունենք իրականում առաջին Հայաստանի ամերիկյան համալսարանը աշխարհի մեջ առաջին համալսարանը Ամերիկայի սահմաններից դուրս, որ WASC-ը ընդունեց քննել եւ հետո որոշեց accredited։ Իհարկե, երբ որ ստացանք 6 տարի էր, հետո նորեն կրկնվեց 2024-ին 10 տարով երկար, այսինքն ամենաշատ, երբ որ շատ գոհ են լինում, ավելի երկար են։ Ուրեմն մաքսիմումը 10 տարի է եւ 2024-ին 10 տարով նորոգվեց, այսինքն առաջիկա 9 տարիների ընթացքում դեռևս ունենք այդ հնարավորությունը։ Ուրեմն եթե ասենք Ամերիկայից մի ուսանող գնա Հայաստան եւ ամերիկյան համալսարանում դասեր առնի, կամ դիպլոմ առնի, կամ նույնիսկ մի քանի դաս որպես education abroad գնա, որ վերադառնա այդ դասերը WASC accredited դասեր են։ Այսինքն իրենց համալսարանը հեշտությամբ դրանք կընդունի եւ credit կտրի։ Եվ դուք շարունակես քո արդեն ուսումը որևէ այլ համալսարան։ Երկրորդ մի շատ կարևոր բան ուզում եմ նշել այստեղ, նաեւ որ Հայաստանի ամերիկյան համալսարանը շատ մոտիկ affiliation համագործակցություն ունի University of California-ի հետ։ Սկզբի տարից մենք ուրեմն պատմությունը գրքի մեջ կա, թե ինչպես մենք եղանք University of California-ի affiliate, չգիտեմ ինչպես հայերենով բացատրել, բայց իրենք մասնակցեցին համալսարանի հիմնադրմանը, համալսարանի ուսանողական ծրագրերի կայացմանը եւ մինչ այսօր 10 տարի մեկ վերանորոգվում է սա եւ նաեւ պետք է ասեմ ինչ է մեզ տալիս շատ բաներ ուրեմն խորհուրդ ուսումնական ուղղությամբ խորհուրդ իրավաբանական ուղղությամբ University of California-ի General Counsel-ի, այսինքն փաստաբանների գրասենյակը մեզ հաճախ օգնում է։ Այո։ Խորհուրդ է տալիս։ HR, Human Resources նորեն տալիս։ Եվ շատ կարևոր բան, մենք ունենք endowment։ Եվ այդ endowment-ը University of California-ի Office of the Treasurer կառավարում է։ Այսինքն մենք շատ վստահելի բան ունենք կապեր ունենք, որ նույնիսկ մեր endowment-ը այդ համալսարանի նույնպես է manage լինում, կառավարվում, ինչ ասենք UCLA-ի կամ UC Berkeley-ի կամ մյուս University of California-ի դրամագլուխներին, ինչպես որ նրանք են կառավարվում, մերն էլ նույն ձևի կառավարվում։ Ես գիտեմ, մենք ազգովի պիտի կարողանանք կպատկերացնենք, կհասկանանք, թե որքան շնորհակալ պիտի լինենք այդ առաջին 4 երազողներին, որոնցից մեկը դուք եք եղել, պարոն Դերգյուրեղյան, եւ մենք ունենք այսօր այսպիսի մի պատվաբեր մեզ համար համալսարան, որը գործում է այսօր, այո, այդ սքանչելի դիրքի վրա կանգնած է եւ ամեն անգամ երբ անցնում են որևէ տուրիստ, որևէ մեկը, որ Հայաստանում է, միշտ ձերքով մյուսը ցույց է տալիս Հայաստանաբնակ եւ ասում այս սա էլ մեր հայ-ամերիկյան համալսարանն է հիրավի շատ մեծ պատմություն ունեցող մի կենտրոն ուսումնական որտեղից արդեն շատ ու շատ լավ մասնագետներ են դուրս եկել եւ որոնք արդեն աշխատում են եւ մեծ պատիվ են բերում եւ դա շարունակական է լինելու ինչպես հասկանում ենք մի փոքր էլ շատ հետաքրքիր կլինի իմանալ արդյոք դասախոսական կազմը ինչպես ընտրվեց հենց առաջին օրերին եւ մինչ օրս մենք ինչ
որակի առումով որտեղ ենք մենք գտնվում այս առումով, պարոն Տեր-Գյուրեղյան։ Սկզբի տարիներին մեծամասնությամբ այցելու դասախոսներ էին։ Մարդիկ, որ մենք գիտեինք, օրինակ Berkeley, Raviriyal, բայց մեկ semester կամ ամառը կամ մեկ տարի կգնային, Berkeley-ի գործընկերներից շատերն եղել են կամ ուրիշ համալսարաններից, որ գիտեինք, բայց տարիների ընթացքին դու սկսեցինք մշտական դասախոսներ։ Հիմա 80-ից ավել դասախոսներ կան, որ 100% իրենց գործը դա է, այսինքն մշտական դասախոսներ, որոնք ուսանողներն են եղել այս համալսարանի։ Կան, մի քանիսը կան։ Քայլը լավ գիտի Վարդուհին, շատերը կան։ Շատերը այնքան լավ ուսում են ստացել եւ լավ փորձ ունեն եւ դառնում են դասախոսներ։ Ուրեմն դասախոսության կազմի մեջ կան հայաստանցիներ, ընդհանրապես, որոնք ունեցել են բարձր կրթություն կամ Եվրոպա կամ Ամերիկա, եւ կան ոչ հայ, օտար երկրի ամերիկացիներ, եվրոպացիներ, ուրիշ հասկերի, որոնք բարձվել են մրցության ձևով, գիտեք, հայտարարում ենք եւ ով թիմում են դրանց մեջից լավագույններ ընտրում ենք եւ նաեւ ունենք adjunct ժամանակավոր աշխատող, որ այսինքն միայն գալիս են 10 տալիս եւ 100% վարձված չեն, միայն 1 տաս կամ 2 տաս տալիս են, դրանք էլ մասնակիցներ են ընդհանրապես Հայաստանից, որ իրենց փորձը ուղղակի ներկայացնում են, փոխանցում են ուսանողներին։ Այո, ուրեմն այդպես հիմա 80-ից ավել full time դասախոսներ ունենք, թե հայ եւ թե օտարազգի։ Չեք պատկերացնի ինչքան հարցեր կարող էի ձեզ տալ, մեր ժամանակը սպառվում է։ Նույնը վերաբերում է հայոց լեզվին եւ ընդհանրապես մեր պատմությանը կամ ինչ որ բաների, որոնք ուսանողները կարող են սովորել, ենթադրենք, եթե մեր պետական համալսարանի ուսանողներ լինեն, ինչ մասնագիտություն ունենան, այդ ամենը պիտի հետը անցնեն։ Այս համալսարանում կա։ Այո, ամեն ուսանող պետք է 2 սեմեստր հայոց պատմություն հայերենով եւ հայոց գրականություն հայերենով 2 սեմեստր, այսինքն 2 տարի է լինում։ 2 տարի սովորյալ։ Պետք է հայերենով, բայց կա դրանք, ասենք 10 session, 10 դասարան են, քանի որ շատ ուսանող կա։ Մեկ հատ էլ կա, որ անգլերեն լեզվով է, քանի որ օտարի ազգի ուսանողներ կան, որ հայերեն չգիտեն, ուրեմն նրանք պետք է հայոց պատմությունը սովորեն անգլերեն լեզվով։ Բայց պետք է անցնեն, այո։ Բայց պարտադիր առարկաներ են։ Շատ լավ է, շատ լավ է։ Շատ բարի։ Իսկ ընդհանրապես դժվար է այս համալսարան ընդունվելը, Քայլ, ինչ է ձեր կարծիքը։ Շատերը այսպես համարձակ կարող են գալ եւ փորձել, թե պայմանները դժվար են։ Լինելով Հայաստանի Հանրապետության առաջատար համալսարաններից, եթե ոչ ամենաառաջատարը, այո, ինքը հեշտ խիստ պայմաններ ունի։ Խիստ պայմաններ կան ու բայց նրանք ովքեր ընդունվում են, իհարկե շարունակում են իրենց ուսանողական տարիներին բարձր աշխատել, լավ սովորել ու մենք արդյունքները տեսնում ենք, երբ որ իրենք ավարտում են։ Մեր վերջին տվյալներին 2024 թվականից մենք տեսանք, որ բակալորիայից ավարտող ուսանողների 88%-ը ավարտելուց 3 ամիսից հետո արդեն գործ են գտել։ Արդեն աշխատանք ունի։ Այո։ Դա է պետք, ինչ է պետք մարդուն։ Իսկ մագիստրատուրայից ավարտող ուսանողները 85%-ը 3 ամսվա ընթացքում ավարտելուց անմիջապես հետո գործ են գտել։ Այսինքն ըստ մեր տվյալներին մենք տեսնում ենք շատ դրական արդյունքները, որ հիմնադիրները ամենասկզբից հենց այդ նպատակներով ստեղծեցին համալսարանը, որպեսզի մենք ասելով համալսարանը եւ իր շրջանավարտները նպաստեն Հայաստանի զարգացմանը։ Ու եթե մի քիչ էլ խոսեմ աշխատանքի մասին, ըստ մեր տվյալներին, բոլոր մեր շրջանավարտների 79%-ը աշխատանք ունեն, որը բավականին բարձր է, ու այդ աշխատող ունեցողներից 75%-ը Հայաստանում է ապրում ու աշխատում։ Սքանչելի։ Այո, ու որը մեզի համար շատ մեծ մեր բոլորի համար է դա շատ մեծ արդյունք եւ հրաշալի, ուրեմն
զրույց էր, որի արդյունքում մենք այսքան ճիշտ է շատ կարճ, շատ քիչ, բայց տեղեկություններ ունեցանք, իսկ ավելի մանրամասն ծանոթանալու համար մենք սքանչելի առիթ ունենք։ Գիրքը, որը մեզ ներկայացնում է այսօր պրոֆեսորը, դուք կարող եք ձեռք բերել էկրանի վրա երևացող այս web կայքով, սիրելի հայրենակիցներ, կարդալ, հուսով եմ հայերեն թարգմանությունը շուտով կլինի, անգլերենի դժվարություն ունեցող հայրենակիցներիս համար, որոնցից մեկն էլ ես եմ, եւ մենք հայերենով էլ այն կունենանք։ Շնորհակալ ենք նաեւ այս առիթի համար, որ ստեղծել եք սա, եւ պատմություն է, եւ գիտություն է, եւ հայտնագործություն է, եւ այդ համալսարանի հիմնադրման այդ հրաշքն է, որը երազներից իրականություն է դարձել եւ այսօր իրական մեր հայրենի հողի վրա գործում է, փառք ու պատիվ բերելով մեր երկրին, մեր գիտնականներին, մեր դասախոսներին, մեր ուսանողներին եւ մեր հայությանը, մեզ բոլորիս շնորհակալություն, շատ հաճելի այս զրույցի համար։ Շատ շնորհակալ ենք։ Ծրագիրը հովանավորում է, սիրելի հայրենակիցներ, մեր շատ սիրելի հայրենակից, ազգային բարերար Գագիկ Թամրազյանը, եթե դուք դեռևս ուզում եք հասցնել ձեր նվերները ուղարկել ձեր հայրենակիցներին, մեր բարեկամներին Հայաստանում, ապա պետք է դա անեք մինչև դեկտեմբերի 19-ը, մինչև ժամը 1-ը։ Մինչ այդ, եթե դուք տարաք ձեր նվերը, այն անպայման մինչև նոր տարի կհասնի ձեր հարազատներին, հետևյալ հաստատություններից Երևան, Unity, Yugo եւ Orange։ Այս հաստատությունները եթե տանեք, կհասցնեք մինչև դեկտեմբերի 19-ը ուղարկել ձեր հայրենակիցներին ձեր նվերները։ Ուղարկեք, որպեսզի ուրախություն պարգևեք ձեր հարազատներին։ Երևան shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։